Բարև բարեկամներ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում տնտեսական ժամն է։ 2007 թվականին մեր երկրի նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում ներառված էր գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման համալիր ծրագիր։ Ելնելով այդ ծրագրից 2008 թվականից կառավարությունը սկսում է լուրջ ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մինչև 2008 թվականը պետական բյուջեից գյուղատնտեսության ոլորտին հատկացվում էր մինչև 500 միլիոն դրամ, ապա սկսած 2008-ից այդ թիվը հասնում է 3 միլիարդի։ Այդպիսով գյուղատնտեսության զարգացումը դառնում է մեր երկրի իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը։ Սկսեց երկիր ներմուծվել մեծ ծավալներով գյուղատնտեսական տեխնիկա եւ միանգամից ստեղծվեց 5 մեքենատրակտորային կայան։ Շատ չանցած արդեն 2015 թվականից միտք առաջացավ լուծարել այդ մեքենատրակտորային կայանները։ Ինչու՞։ Այս եւ շատ հարցերի մասին է այսօրվա մեր տնտեսական ժամը։ Հանրապետության մեքենատրակտորային պարկը թարմացնելու համար սկսեցին նոր գյուղտեխնիկաներ կրել, որոնք կայանվեցին հանրապետության տարբեր շրջաններում ստեղծված մեքենատրակտորային կայաններում։ Այդ քայլը հետպատերազմական Արցախում կարևոր նշանակություն ուներ։ Խորհրդային օրերի ժառանգած գյուղտեխնիկա մաշվում էր, ինչն էլ հող մշակելու գործն էր խաթարում։ Եվ Գերմանիայից, Բելորուսից, Չինաստանից, Ռուսաստանից ու Իրանից սկսեց ներկրվել ժամանակակից հացահատիկահավաք կոմբայներ, անիվավոր տրակտորներ, շարքացաններ, կուլտիվատորներ, տարբեր ագրեգատներ։ Հադրութ, Մարտակերտ, Մարտունի եւ Քաշաթաղ շրջաններ, որոնք հարուստ են վարելահողերով, հենց այդտեղ էլ հիմնվեցին մեքենատրակտորային կայաններ, ընդհանուր թվով 5 կայան։ Գյուղտեխնիկայի ներկրումը պետական միջոցներով շարունակվեց մինչև վերջին տարիներս, բայց վրա հասավ ժամանակ, երբ այս ոլորտում տարվող քաղաքականության մեջ վերանայումներ կատարվեցին։ Սկսվեց մեքենատրակտորային կայանների մասնավորեցումը։ Ինչու եւ ինչ նպատակով սկսվեց այս գործընթացը։ Իշխանությունն իր մտադրությունն է փոխել, այլևս մեքենատրակտորային կայանների պետական կարգավիճակը հետաքրքիր չէ։ Աշոտ Բախշյանը, ով գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարն է, նախ տեխնիկական պարկի թարմացման հարցն է կարևորում։ Երբ 2007 թվականի նախագահի նախընտրական ծրագրով գյուղատնտեսությունը հայտարարվեց որպես ռազմավարական ճյուղ եւ ներառվեց կառավարության գործունեության մեջ, բոլորին հասկանալի էր, որ ներկա այդ ժամանակվա ներկա տեխնիկական պարկով մեքենատրակտորային կայանով անհնար է հասնել այն նախանշված ծրագրերին։ Պատերազմի հետևանքով ունեինք ավերված մեքենատրակտորային բազա, պարկ, լրիվ ֆիզիկական թե բարոյապես մաշված գյուղատնտեսական տեխնիկա։ Եվ 2008 թվականից սկսվեց տարբեր արտասահմանյան երկրներից ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա, կոմբայներ, տրակտորներ եւ սարքավորումներ։ Այդ ժամանակ հաշվի առնելով, որ տվյալ գյուղտեխնիկան թանկ էր եւ պետության հորդորին մասնավորը չարձագանքեց, հաշվի առնելով, որ դա նորություն է, կրկնում եմ, եւ կոմբայնը եւ տրակտորներն ունեին բարձր գին, դրա համար ստիպված պետական մասնակցությամբ ստեղծվեցին մեքենատրակտորային կայաններ, որոնք հիմնադրամի ենթակայության տակ էին գործում։ Մեքենատրակտորային կայանների առաջադրանքը նախ որակյալ ծառայություններ մատուցել օգտագործողներին, որակյալ տեխնիկայով, քանի որ կրկնում եմ, մաշված է եղել նախկինում գործող տեխնիկան, եւ ուսուցանել օգտագործողներին, թե ինչպես, ինչ ժամանակով, ինչ սարքավորումներով անհրաժեշտ է հողը մշակել։ Այն ժամանակ ոչ սրսկիչներ էին օգտագործում, ոչ մի շարք այլ սարքավորումներ եւ մեքենատրակտորային կայաններին վրա դրվեց հենց այս խնդիրները։ Համատեղ հողերի մշակման ծրագիր Ամարասի հովտում, Ասկերանի շրջանի ենթաշրջանում եւ այլ։ Մեքենատրակտորային կայանները ստեղծվեցին Խարամորթում, Մարտակերտ համայնքում, Մարտունու շրջանի Սոս համայնքում, Հադրութ քաղաքում, ինչպես նաեւ Քաշաթաղի շրջանում մասնաճյուղներ գործում։ Հավաստում է, աշխատել են բավականին արդյունավետ։ Մեքենատրակտորային կայաններն այս տարիների ընթացքում բավականին մեծ ծառայություններ է մատուցել մեր գյուղատնտեսության ոլորտին։ Շեշտում է նաեւ ամենակարևորը, հենց մեքենատրակտորային կայանների շնորհիվ հնարավոր եղավ հողօգտագործողներին հիշեցնել այն, ինչն արդեն մոռացել էին, այսինքն հողի մշակության ագրոկանոնները։ Հիմնադրամի ենթակայության տակ ստեղծված մեքենատրակտորային կայանները ոչ միայն իրենց կողմից վարձակաված հողերն էին ագրոկանոններին համապատասխան մշակել, այլև պետական ծրագրերի շրջանակներում կամ վճարովի հիմունքներով աշխատել են սեփականաշնորհված եւ պահուստային հողերում։ Մեքենատրակտորային կայանների տվեցին իրենց արդյունքը եւ որակյալ աշխատանքների կատարման, թե այդ սարքավորումների շնորհիվ, թե ժամանակին
անկորուստ կոմբայնի միջոցով բերքահավաքի արդյունքում եւ կամաց մասնավորն էլ սկսեց լիզինգային կարգով վերցնել այդ գյուղտեխնիկան։ Ի սկզբանե պետական պետօգնության քաղաքականությունը հետեւյալն է, որ ստեղծեր մեքենատրակտորային կայաններ եւ զուգահեռ պետականին սկսեցինք արդեն հիմնադրամի միջոցով խրախուսել մասնավոր մեքենատրակտորային կայանների ձևավորման եւ արդեն իսկ որ սկսեց մոտ 7 հատ մասնավոր մեքենատրակտորային կայան եւ մի շարք մոտ 40 հատ առանձին միավորներ գյուղտեխնիկա տրամադրեցինք անհատներին, այդ պահին արդեն պետականը որոշվեց, որ մասնավորեցնվի եւ դա էլ նույնպես դառնվի մասնավոր սեկտորին։ Մեքենատրակտորային կայանների մասնավորեցման անհրաժեշտության հարցը ճիշտ ընկալելու համար կրկին հարցադրում։ Ինչից հասկացան, որ անհրաժեշտ է մասնավորին հանձնել պետության ստեղծածը։ Անհրաժեշտություն առաջացավ այն պահից, երբ արդեն 7 հատ մեքենատրակտորային կայան մասնավոր արդեն իսկ գործում էր։ Հիմնադրամի խողովակներով բերել ենք արտասահմանյան գյուղտեխնիկան եւ տրամադրել լիզինգային կարգով այդ մասնավոր ընկերություններին։ Իրանք սկզբից որ տեսել են, որ դա շահութաբեր ճյուղ է եւ մասնավոր մեքենատրակտորային կայաններ ստեղծեցին թե նախկինում աշխատած պետական սեկտորում այն մարդիկ եւ մասնավորեցրել են հենց այդ աշխատողները, որոնք տեսել են, որ այդ գործունեությամբ կարելի է շահույթ ստանալ, այդ գյուղտեխնիկան այդքան էլ իր գինը վախենալու չի, իր օգտակար գործողության գործակիցը բարձր է եւ հետ գնումը այդ ներդրումը հետ է գնում եւ շահույթ է առաջանում, հետեւաբար մասնավորը հետաքրքրություն ցուցաբերեց, որ ինքը արդեն այդ գործունեությամբ զբաղվի։ Եվ քանի որ կան գործում էր արդեն 7 մասնավոր եւ 4 հատ պետական մեքենատրակտորային կայան, արդեն անհրաժեշտություն չկա, որ պետականը պահվի։ Իսկ ովքեր են մասնավորեցնող անհատները, ասել է թե առաջին համարձակներ։ Մասնավորեցրել են հիմնականում բոլոր գործող տնօրենները եւ տնօրենները եւ կոլեկտիվի անդամները այդ մեքենատրակտորային կայանների։ Խրամորթում ստեղծված մեքենատրակտորային կայանը կոչվում էր Ագրոտնտեսություն թիվ 1, տնօրենը Գեղամ Բեգլարյանն էր։ Այսօր նա հանդես է գալիս սեփականատիրոջ կարգավիճակում, Մշակ ՍՊ-ի տնօրենն է։ Սեփականաշնորհումը էական ոչինչ չփոխեց կայանի աշխատանքների մեջ, այս պահին էլ գառնանացան է շարունակվում։ Գառնանացանի աշխատանքները սկսալ ենք նախ անցած տարվանից, նոյեմբեր-դեկտեմբերի վերջին հերկերը կատարել ենք, բայց հսցրալ չընկլի, այս պահին էլ այնա գառնանացանի հետ է անհրաժեշտ հերկերն կատարել։ Այս պահին 8 տեխնիկա հերկա կատարում, երկուսն էլ մինը գառնանացան կարտոֆիլը ցանում, մինը հերբեցի դասերս։ Հողի մշակին թևութի կունք կանգնելու հարցում պատրաստակամ են, մանավանդ որ նման վերաբերմունքը ընկերության շահերից է բխում։ Ցանկացած օգտագործող դիմում է, վճարումը կատարում է, այսինքն եթե կարող է քնդի քաղաքացին վեր անձամբ ես չինան չուն վստահություն կա, առանց վճարում կատարելի է նույնը։ Եթե չէ, վճարում կատարել նոր կամ էլ համայնքներում, եթե պատրաստ են լիբոյ գյուղապետ, պատասխանատվությունը իրան իր օրինակյալող գործերը կազմակերպինք, հետո վճարում անեն, էլի պատրաստ։ Մենակ պատասխանատվությունը պիտի գյուղապետը ցնի իր։ Գեղամ Բեգլարյանը տարիների փորձից գիտի, որ մեր հողօգտագործողները հողի մշակության ժամկետների ու կանոնների պահպանման հարցում պարտաճանաչ չեն։ Սա նախ եւ առաջ հողի սեփականատիրոջ ընտրությունն է, բայց մյուս կողմից էլ կնշանակի մեքենատրակտորային կայանների մարդկանց ագրոկանոնների ուսուցման առաքելությունը այդքան էլ արդյունավետ չէր։ Ճիշտ չեմ պլանավորում, դժգոհում է գործի անմիջական ղեկավարողը։ Եթե այդ ագրոտեխնիկական պայմանները ապահովել ավ ժամանակին լոխանին, այսինքն հերկը սկսին վերևի պատրայոնից ցանքսը ներքևից ընդհանրապես ինձ թվում է խնդիր չպիտի ինի։ Ճիշտ կազմակերպելը դա ինձ մզանապեն չի կախված, իրանք պիտի ցանկություն հայտնին, այսինքն ես կարել չեմ պարտադրիմ, այսինքն չանախճի պիտի օգոստոսում հերկանիք։ Ինձ հիբի դիմին, պրոստը իրանք պիտի ուզին ճիշտ կազմակերպել։ Այդ պարագայում էլ եթե ճիշտ չի ուշա, հնարավորության սահմանում գործը անում։ Մինտեղ գործում անում, տեղափոխում Կինամ օրիշտեղ հաջորդ 3 օրան եթե մին քաղաքացի կոննած տղան երակենեմ ասում արտս վարելի է կամ ստեղ չմլալ։ Դե մի խրեք կազմակերպչական հարցերի ինձ թվում է պիտի տարածքի պատասխանատուն են զբաղվին դրանով։ Այսինքն գյուղապետը Ալիազոր ներկայացուցիչը այդ քաղաքացիներն այդ պիտի աշխատանք տանին, նախորդ գիտան ու հինչացաննան, եթե գյուղապետ անում չի ավելի ինձ թվում է այդ պարտականությունն
Вообще լավ կնի, եթե գյուղապետը պատասխանատու է տարածքին իրան էլ տինի։ Արդյոք մասնավորեցումը նշանակում էր մատուցվող ծառայությունների գների բարձրացում։ Նախկին գներից դիզվարելիքի գների իջեցման հետ կապված էժանացավ։ Հեկտարի հերկը 20,000, կուլտիվացիան 10,000։ Գյուղտեխնիկայի ու սարքավորումների առումով ներկայիս ընկերությունը ունի բոլոր հնարավորությունները ժամանակին ու որակին ծառայություններ մատուցելու համար։ Օրինակ ամեն ինչ գառնանացանեն ինչա պետք կուլտիվացիա հերկը անին, կուլտիվացիա կատարին, ցանքսանին լոխեն անին։ Ցանքսից հետո հերբեցիդի սրսկում անին, այնա ագրեգատները կա, միջշարային կուլտիվացիա անելի բոլոր պայմանները կա, պարադանյութ տալի ագրեգատները կա, հնարավորության սահմանում, սաղ հանրապետությունը կամ սաղ շրջանը հնարավոր, այդ նույնն է, եթե ըստ ժամանակների վախտենանին հնարավոր է, բայց մեր պայմաններում տայմել չկամ, լոխկյաման մինորում ոզում են հոնձյանին կամ մինորում ցանին, մինորում էլ ծախին։ Յուրաքանչյուր դեպքում ու բոլոր տարածքներում էլ պատրաստ են ընդառաջել հողօգտագործողին, ասում է Գեգամ Բեգլարյանը։ Արտասահմանյան գյուղտեխնիկան խնայելու հարց չի առաջանում։ Գետավանից մինչև Արաքս ամեն տեղ գործ են կանում։ Անցած տարի Շուշուա շրջանի այդ գյուղատնտեսական գյուղնախարարության ծրագրավը ինչու օրա կազմակերպալն դրա լոխմունք ընկրա։ Դաժե անցած տարի ես ունե կոմբայնավար են ասա Լիսագոր արտը հնձիլի հետ է տեխնիկան задний քշալ հնարավորությունն է պիցերանա գործանը կա, բայց դե հրալանք դի բացառում ավեր, այսինքն մին հեկտար ծորեն մնա, այսինքն տեխնիկան հնարավորություն չի լալ, քինակ անեուշլի գործ։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը մասնավորին վերահսկելու գործառույթ չունի այլևս, բայց մասնավոր եւ պետական փոխհարաբերությունները առաջինի տեսանկյունից փոխշահավետ են։ Դե հիմնադրամն անհրաժեշտություն ունի մունքմին բնագավառում ոնց ծերքս ցնինք աշխատան ես տիպեներում խնդիր չեմ տեսնում ընդհանրապես թեկուզ գյուղնախարարությունը ասե ստի ծրագիրն կոզում անենք այդ առումով ոչ մի հարց ինձ թվում է չի ծակ։ Սեփական շահերի գերակայություն ընկերությունը չի ընդունում, նույնպիսի սրտացավությամբ աշխատում են ժամանակին իրականացնել հայտատուի պահանջը։ Մշակ ՍՊ-ն դեռևս լայնածավալ հողատարածքներ չունի։ Առայժմ բավարարում են վարձակալությամբ ու ենթավարձակալությամբ օգտագործվող մոտ 50 հեկտարով։ Կարող է քաղաքացուն ավելի շուտ անեմ, քան թե մշակ ՍՊ-ին։ Եթե այն խոսքի մի տարածքում դա քաղաքացին դիմի բացառում ավերասիմ չելի, ծերը թողում կինամ մշակ ՍՊ-ին արի։ Համար առաջին խնդիրը մնում է աղճատված մշակությունը, միասնական մշակության փորձ ագրոտնտեսության գոյության օրոք ունեին եւ փորձն ապացուցել է, որ ագրոկանոնների պահպանությունն ու արդյունքում բերքի ստացումը ավելի գոհացուցիչ էր, բայց առայժմ այստեղ այնտեղ 1-2 հեկտար հերկով կամ ցանքսով են բավարարվում։ Բոլոր առումով խոշորը հարմար է, համ ինձ հետ է, համ ցանող են հետ է, համ հնձող են հետ է, համ ընդունող են հետ է, համ վերամշակող են հետ է։ Մունք ագրոտնտեսության պարագայում երկու համայնքից վարձակալած ընկլալ հողերը, լոխել մունք ընկրալ։ Այսինքն մունք ենք որոշալ ինչ ցանինք, հիպ ցանինք, հիպ հնձինք, քաղաքացիներն տվալանք պայմանագրում նախատեսած իր ազգումը։ Ամեն առումով հիշտ է, կոնկրետ գործ կազմակերպել հետել է ինձ դա հիշտ։ Հաշվերեք ես կինամ մին համայնք այնտեղ կատարում 100 հեկտար գրեշկա, կամ էլ երկունը մի համայնքում մանամ 3-ը մինիմում 2-ը մինիմում է։ Նույնն էլ բերքահավաք կազմակերպել։ Նույնը, այսինքն եթե ես գրեշկան 2 հեկտարում հնձում, պիտի չորանոցը այդ 2 հեկտարը ընդունե, որը պրոբլեմա է, ասինքն ծավալային առումով հերիք չանում լինի, հնարավորությունները ավելի մեծ է։ Սա փոխկապակցված է։ Կայանի աշխատողների թիվը գրեթե նույնն է մնացել։ Նոր սեփականատիրոջ փոփոխությունը գրեթե չի ազդել մասնագետների թվակազմին։ Մասնագետները հիմնականում նույն աշխատողներն են մնացած, բեն չի փոխվել։ Դեն մեր գործը անում, մարդիկ էլ իրենց գործը պարտաճանաչանում են։ Մեր հետ լավ պատար փիս։ Ամեն ինչ չի լի իրենց հանակախված։ Դաշտը կարող է լավ չինի, քարը հվակած չինի, մաքրած չինի։ Դի լող աշխատողին իր բարթերն էլ չի դյուսնում, մի քիչ էլ հողատերն էլ պիտի մի քիչ վախտեն իրան գործողությունն անան, կամ թեկուզ այն հերկ կատարողը մարդ հալի կողքենինի հետևի որակին, ոչ թակինա տանն նստե տելեֆոնով զանգ տասը որակը լավ չի։ Մասնավորեցման այս դեպքի օրինակով կարելի է պատկերացում կազմել մյուս նախկին մեքենատրակտորային կայանների, այժմ արդեն մասնավոր տնտեսությունների վիճակի մասին եւս։ Մասնավորեցման քայլին դիմելիս չկար արդյոք պետության ջանքերը իջիկ դարձնելու եւ մեքենատրակտորային կայանների քայքայման վտանգը։
Գաղափարի հեղինակը այն միանշանակ դրականորեն է վերլուծում։ Մասնավորեցման այդ համաձայնագրում կար որոշակի պայմաններ, որ մեզ շատ էին դիմում, որ առանձին միավորներ առնեն, մենք դրան չգնացինք եւ որպես տնտեսական միավոր պահելու խնդիրը դրվեց, որ ամբողջությամբ մեքենատրակտորական կայանը ձեռք բերվի իր պարտավորություններով հանդերձ, իմիջիայլոց, իր բոլոր հարկային, դեբիտորական, կրեդիտորական պարտավորություններն էլ նույնպես անցավ այդ նոր սեփականատերերին։ Եվ այդ պայմանով արդեն գործող նույն բանն է, նույն MTK-ն, նույն իր հասցեում ուղղակի հողօգտագործողը չէր հասկացել ինչա կա դա, այսինքն ավելի պետքա դեպի լավը ինքը զգա տարբերությունը։ Իմ կարծիքով որակապես ավելի է լավ լինելու, քանի որ դա տնտեսագիտության մեջ աքսիոմա է, որ մասնավոր սեկտորը միշտ էլ ինքը իր շնորհիվ մրցակցության ավելի է որակապես կատարում ծառայությունները քան պետական։ Կարեն Աթայանը, ով Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի արտադրական բաժնի պետն է, խոստովանում է, որ մեքենատրակտորային կայանների լուծարումն ու մասնավորեցումը իր սրտով էր։ Եթե մասնավոր է հողօգտագործողը, ապա այդպեսին պետք է լինի նաեւ ծառայություն մատուցողը։ Այսպես մեկնաբանում, բայց խուսափում է թվային ցուցանիշներով ընդգծել մասնավոր գործելավոճի առավելությունը։ Դա հնարավոր է եռամսյակն ամփոփելուց հետո միայն։ Սովորեցրալ ենք մասնավորներին, որ կարելի է անհատական հիմունքներով, մասնավոր հիմունքներով մեքենատրակտորային կայան շահագործել։ Մարդիկ արդեն մի քանի տարվա ընթացքում այդ փորձը ուսումնասիրել են, եկան են համոզմունքին, որ կարելի իրանք էլ մասնավոր հիմունքներով դա շահագործին։ Եվ այդ ցանկությունը առաջացավ, մենք այդ քայլին կեցալանք մասնավորեցման։ Համենայն դեպս այն վերը մարդիկ արդեն գնացել են այդ քայլին, որպեսզի շահագործեն մասնավոր հիմունքներով մեքենատրակտորային կայան, դա ինքը մի մեծ առավելություն է, արդեն հարաբերությունները իր աշխատողների հետ, իր գործընկերների հետ ճշգրտված է, գիտեն ինչ տարածքում ինչպիսի ագրոտեխնիկական միջոցառումներ իրականացնելու ու իրականացում եւ վերևից, այսպես ասած, թելադրանք իրանց նկատմամբ չի լինելու, իրանք իրենց գործունեության ոլորտում ազատ ունենան։ Ագրոտնտեսությունների լուծարման հետևանքով հիմնականում աշխատակազմի կրճատում չի եղել։ Կարող է փոփոխություն եղել, բայց նույն մեխանիզատորների քանակը պահպանվել է, այն օժանդակ աշխատողների քանակը, ասենք պահեստապետներ, պահակներ եւ այլն, դրանք կարող է ինչ-որ փոփոխության ենթարկվել, բայց հիմնականում պահվել է։ Մինչև լուծարումը Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ենթակայության տակ գործող ագրոտնտեսությունների կողմից վարձակալության էր վերցվել եւ մշակվում էր հարյուրավոր հեկտարներով հողատարածք։ Ինչպիսին է լինելու այս հարցի հանգուցալուծումը։ 600 հեկտար ուրեմն մշակվում է մոտ 600 հեկտար Ամարասի հովտում, այսինքն սեփական տերերից վերցվել այդ հողակտորները, մշակվում էր եւ իրանց անկախ բերքի չափից կլինի, բերք չի լինի, տրամադրում էր 50,000 դրամ կամ 500 կիլոգրամ ցորեն։ Հետո սկսվեց Ասկերյանի ենթաշրջանի այդ 7 հատ համայնքի հողակտորների, բայց այստեղ ուրիշ ձև մենք արեցինք այդ քաղաքականությունը, այդ մարդիկ էլ էին տեսնում մենք ինչքան ծախս էինք անում, հետո շահույթից անում էինք մեր ծախսը եւ այն եկամտից անում էինք ծախսը եւ շահույթը բաշխում հավասարազոր իրանց ներդրած հողակտորների։ Հետագայում Ամարասի հովտի եւ այդ տարածքների Ասկերյանի ենթաշրջանի մենք գտանք այն ֆերմերներին, որոնք ցանկություն կար մեզանից ենթավարձակալության վերցնել եւ նույն պայմաններով իրանք աշխատեին այդ մասնավորների հետ եւ արդեն այդ պետական այդ MTK-ների միջոցով այդ քաղաքականությունը իրականացնելը էլի դարել է անիմաստ, քանի որ եւ անիմաստ եւ մենք ենք խրախոսել, որ ցանկացած պարագայում այն գործունեությունը, որը կարա անի մասնավոր սեկտորը, պետք է տրամադրել իրանց։ Պետական սեկտորը միայն պետք է պետություն զբաղվի այն գործունեությամբ, որը մասնավորը տվյալ պահին չի անկալում, չի անում։ Հիմնադրամի գործառույթը վարկավորել գյուղատնտեսության սերմերի, արտանյութերի եւ այլ տեսքով փոխառությունների տրամադրումը եւ մի շարք այլ քաղաքականության ուղղված ծրագրեր, այգեգործության, կաթիլային համակարգ եւ այլ եւ այլ։ Նոր սեփականատերը պարտավորված է նույն տարածաշրջանում շարունակել ծառայությունների մատուցումը։ Մասնավորեցումը կատարվել է լիզինգային պայմաններով։ Կանխավճարը 10% է կազմել։ Գումարի մնացած մասը մարվելու է 10 տարվա ընթացքում։
Եվ միայն այդ պարտավորությունները մինչև վերջ կատարելուց հետո է տեխնիկան վերջնականապես մասնավորի սեփականություն է դառնալու։ Բոլորը մինչև վերջի լուման իրականացնել իրենց պարտականություն, դա տրված է լիզինգային կարգով։ Եթե լիզինգային կարգի պայմաններին խախտում է տեղի ունենում, մենք հետ ենք վերցնում գյուղտեխնիկան, իմիջիայլոց այս 3 ամիսներին առաջին դեպքերը եղել է, որ մենք ստիպված վերցրել ենք տհաճ գործողությունը, բայց պետք է այդ մշակույթը վարկային պայմանագրային մեր մոտ ձևավորվի եւ հետ ենք վերցրել գյուղտեխնիկան տվել մեկ ուրիշին։ Գյուղտեխնիկա ձեռք բերելիս կանխավճար է մտցնում 10% թե 20 նայած տեխնիկայի արժեքի, այդ կանխավճարը, եթե հետագայում արումներ չեն իրականացում, հետ չի վերադարձվում եւ եթե ժամկետանց է դառնում, պետք է օրինակ հուլիսի 1-ին վճարում լինի, մի ամիս, 2 ամիս սպասում եք, նախազգուշացնում եք, գրությունով դիմում եք, եթե պատճառաբանությունը լինում է հիմնավոր, օրինակ կարգատարությունից տուժվել է տարածքների եւ հետեւաբար մեքենատրակտորային կայանները չեն աշխատել, կոմբայն չի մտցվել, որը անդրադառնում է նաեւ իրենց գործունեության մեջ, լրիվ այդ հիմնավորումները, եթե հիմնավոր է, երկարաձգում եք մի տարով մյուս բերքահավաքին, եթե չի հիմնավոր, չի արդեն մարդ շահույթ է վերցրել, բայց ինչ որ իր այլ նպատակներին է ծախսել առաջին հերթին, քան պետք է հիմնադրամում պարտավորություն մարի արդեն այլ մոտեցում ցուցաբերում։ Արտասահմանյան արտադրությամբ ասեմ, որ մոտորապես ներկրվել 54 կոմբայն եւ մոտ 60 հատ տրակտոր, 200 հատ էլ փոքր տրակտորն է, բելարուսական MTZ-82, պարսկական, չինական եւ այլն, բայց տանց մեծ հաշվով քիչ քանակ էին կազմում։ Մոտ 5 միլիարդ դրամի գյուղատնտեսական տեխնիկա ներկրվել եւ լիզինգային կարգով տրամադրվել այս 2008 թվականից մինչ օրս։ Եվ բացի որ անհատներին եք տրամադրում, մենք հասկանում ենք անհատներով ինքը չի դառնալու MTK։ Սկսեցինք խրախուսել զուտ մեքենատրակտորային կայան, ոչ թե մի կոմբայն, այլ ասենք 2 կոմբայն վերցնի այդ մարդը, 2 տրակտոր վերցնի իր սարքավորումն ու դառնա մինի MTK։ Եվ քանի որ այդ նշված մինի MTK-ն են ձևավորվել էին, արդեն այս պետականի պահելի անհրաժեշտությունը վերացել է եւ կա մասնավոր MTK, այլ ոչ թե անհատ մի հատ կոմբայն, կա MTK նորմալ ոնց որ պետական։ Եվ արդեն այդ պահին սկսած արդեն պետականի իմաստը կորել է, քանի որ այդ գործունեությունը եւ մասնավորն անում եւ պետությունը։ Մասնավորեցում դեռևս չի նշանակում, որ դադարեցվելու է պետական միջոցներով Արցախ գյուղտեխնիկայի ներկրումը եւ այն մասնավորին վաճառելու գործընթացը։ Ինչպես կարող է քաղաքացին ձեռք բերել գյուղտեխնիկա, պայմաններն ու ընթացքն է պարզաբանում գործընթացի անմիջական համակարգողը։ Գյուղատնտեսական տեխնիկայի եւ ագրեգատների ու սարքավորումների ձեռքբերումը իրականացվում է շրջանային վարչակազմերի ղեկավարների երաշխավորությամբ, հիմնադրամի շրջանային փորձագետները եւս ներկայացնում են, ուսումնասիրում են տվյալ լիզինգարուին, ներկայացնում են երաշխավորագիր, երաշխավորագրերը քննարկում են հիմնադրամում, նպատակահարմարության դեպքում տվյալ տեսականին ձեռք է բերում եւ լիզինգի կարգով տրամադրում տվյալ հողօգտագործողին։ Լիզինգի կարգը մնում է նույնը, 20% կանխավճար, այսինքն արժեքի 20%-ը մուծում է որպես կանխավճար, այնուհետև մնացած գումարը տարիների ընթացքում կախված գումարից 6% տոկոսադրույքով վճարում է։ Լիզինգարուի հետ կոնկրետ պարագայում կնքում է պայմանագիր վճարումների իրականացնելու առում ամսվա կտրվածքով, կիսամյակային կտրվածքով կամ էլ տարվա կտրվածքով, կախված տվյալ ագրեգատը կամ տեխնիկան սեզոնային բնույթ իր աշխատանքի մեջ կրում է թե ոչ։ Այսինքն հացահատիկահավ կոմբայները մեր պարագայում աշխատում են 45 օրից մինչև 60 օր ժամկետում։ Բնականաբար մենք դրա լիզինգավճարը պահանջում ենք տարին մեկ անգամ, սեպտեմբերի 1-ի դրությամբ, որպեսզի տվյալ լիզինգարուն ի վիճակի լինի վճարը կատարել։ Շրջանցել անպարտաճանաչ լիզինգարուներից գյուղտեխնիկայի հետ վերցնելու հարցը չէինք կարող։ Մենք ունենք համապատասխան լծակներ, կիրառվում են տույժ-տուգանքների համակարգը եւ 2016 թվականի ընթացքում փորձել ենք անպատասխանատու լիզինգարուներից հետ վերցնել լիզինգի առարկան, այսինքն լիզինգի կարգով տրված տեխնիկան, գյուղատնտեսական կամ ագրեգատը։ Սահմանել ենք ժամկետներ, որոշ լիզինգարուներ
սահմանված ժամկետում վճարել են ժամկետանց գումարները եւ նորից համապատասխան պարտավորագիր վերցնելուց հետո լիզինգ առարկան հետ վերադարձվել է։ Որոշ լիզինգառուներից, ավելի անպարտաճանաչ լիզինգառուներից լիզինգի առարկան հետ է վերցվել հիմնադրամ եւ նույն լիզինգի կարգով տրամադրվել է ուրիշ լիզինգառուների։ Իհարկե իրականացնելով գնային համապատասխան հաշվարկ։ Մասնավորեցված մեքենատրակտորային կայանները ծառայությունների մատուցմամբ են զբաղվելու, իսկ ամենակարևորը կունենան նաև սեփական տնտեսություններ ու հողատարածքներ։ Մնում է ակնկալել, որ ամեն ինչ կտեղափոխվի առողջ մրցակցության դաշտ եւ արդյունքում կգրանցվի տնտեսական առաջընթաց։ Արցախի նման երկրում տնտեսությանն ուղղված յուրաքանչյուր քայլ պետք է լինի առավելագույնս կշռադատված։ Բազմաթիվ այրիվերումներ ապրած երկրիս համար փորձարկումները տեղին չեն։ Եվ կարևոր է տնտեսական ռազմավարություն մշակելիս առաջնորդվել միայն ու միայն պետական շահերով։ Տնտեսական ժամներ Արցախի հանրայինի եթերում կհանդիպենք մեկ շաբաթ անց։